Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն նախագահ, մի քանի հռետորական հարց տվեցիք նախորդ հարցերին պատասխանելիս։ Ես կփորձեմ ձեր քաղաքական ընդդիմախոսների շուրթերով, այսպես ասած, պատասխանել նախ այդ հռետորական հարցերին, որպեսզի բացեմ հաջորդ հարցից։ Ասում եք, որ երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ, թվարկելով այն պետությունները, որոնք շահեր ունեն առնվազն մեր տարածաշրջանում։ Այդ ձեզ համար ակնհայտ է, որ Իրանն ու Ռուսաստանը։ Բայց գործող իշխանությունը արդեն այնքան հեռուն է գնացել իր հակառուսական թեզերի մեջ, որ գրեթե ամեն ինչում ռուսական գործոն է տեսնում եւ անգամ ցեղասպանության լինել չլինելու հարցը արդեն դիտարկում են այդ կոմպոնենտում ու ասում են, որ պատահածը մի մեծ բան չէ, մեծ հաշվով արդեն սա կարող ենք դուրս բերել հայտարարություններից։ Պատահածը մի մեծ բան չէ, ավելի շատ ռուսներն են սադրել թշնամանք հայերի եւ թուրքերի միջեւ, քան այն գոյություն ունի իրականում, եթե ուսումնասիրենք պատմությունը, այս թեզերը արդեն կան։ Այսինքն նրանց պատասխանը ձեր տված ռետորական հարցերին հեչ էլ միանշանակ չէ, գուցե մեզ ավելի հոգեհարազատ է հենց Թուրքիան։ Վերջում պարզվի եւ ներեցեք հարցս այնուամենայնիվ ձևակերպեմ, այս հակառուսականության գեներացվող ատելության ֆոնին ձեզ շարունակում են մեղադրել Հայաստանը Ռուսաստան-Բելարուս միութենական պետության կազմ մտցնելու մտադրության համար։ Կարող եք սպառիչ պատասխան տալ, հաշվի առնելով ձեր հայտարարությունները, որ այսօր էլ արդեն կրկնեցիք Ռուսաստանի մասով։ Ի վերջո, սուբյեկտայնության ինչ մակարդակ եք պատկերացնում Հայաստանի համար, եթե նորից իշխանությունը լինի ձեր ձեռքում, եւ ոնց եք պատասխանում այդ թեզերին։ Այն ինչ որ իրենք անում են մեկ նպատակով, իրենց գաղափարական մոտեցումների համար հիմքեր են ստեղծում, որովհետև իրենք տեսնում են, որ այնուամենայնիվ մեր ժողովրդի մեջ խորը նստած շուտ պատկերացումներ կա եւ պատմական իրադարձությունների վերաբերյալ եւ մի շարք հարցերի շուրջ եւ փորձում են հենց տակից հայքայել այդ պատկերացումները։ Նպատակը սա է։ Թեման ես գիտեմ, որ ինձ փորձում են անընդհատ ինձ կապել միութենական պետության միանալու թեզը։ Եթե չեմ սխալվում, միութենական պետությունը ստեղծվել է 99 թվականին, հիշելով։ Ես նախագահել եմ մինչև 2008 թվականը։ 9 տարի երբեք որևէ խոսակցություն իմ հետ Հայաստանին միավորելու միութենական պետություն չի եղել։ Ռուսաստանի նախագահի հետ։ Ոչ Ելցինի հետ ժամանակին որ ստացվել է, ոչ Պուտինի հետ։ Փորձերը չի եղել։ Ոչ էլ Լուկաշենկոն երբևէ խոսած։ Նույնիսկ մեծ հարց է, եթե մենք այդ հարցը դնեինք, իրենք մեզ հալա նախապայմաններ կդնեին, թե ոչ։ Ըստ տպավորությունը այնպեսին է, որ սենց կաղնած սպասում են, թե երբ կկլանեն Հայաստան այդ միության մեջ։ Ես ձեզ անկեղծությամբ ասում եմ, երբևէ այդ խոսակցությունը իմ հետ չեն ունեցել։ Հիմա ընդհանրապես միութենական պետության մասին եւ ձեր ցանկությունների, որտեղ իրենց դեռ մի կողմ։ Այդ ես ուզում եմ ուղղակի այդ բանը, այդ ստերեոտիպը մենք ճիշտ հասկանանք, չկա այդպիսի բան։ Չի եղել ամենայն դեպս այն ժամանակ։ Հիմա ինչի են փորձում այդ միութենական պետության թեզը անընդհատ օգտագործել եւ հատկապես երբ խոսում են իմ մասին, իսկ իմ մասին վերջի ես մի երկու ամիսը ոնց որ մենակ իմ մասին, ուրիշ հերոս չգիտեմ երևի այդ բանի հայտնի բան իսկ էջից։ Նայեք, Լուկաշենկոն բավական երկար ժամանակ դեմոնիզացվել է արևմտյան լրատվամիջոցին, բավական երկար ժամանակ։ Եվ վերջում գումարվեց նաև այն հանգամանքը, որ Լուկաշենկոն գնաց Շուշի, եթե չեմ սխալվում, հարաբերությունները Իլհամ Ալիևի հետ եւ մեր մոտ բան է ստեղծվել, բավական բացասական վերաբերմունք է ստեղծվել Բելարուսի նախագահի նկատմամբ։ Եվ այդ բացասական վերաբերմունքը հիմա ասենց շահագործվում է 100%։ Դրա համար էլ միշտ անընդհատ է թեման շոշափում։ Նախագահության ժամանակ եւ միջև իմ նախագահությունը երբեք Բելարուսը որևէ քայլ չի արել, որը կարող է մեր դժգոհությունը առաջացնել։ Հակառակը միշտ մեր կողքին կանգնած է։ Ես չգիտեմ ինչ պատահեց հետո։
Եվ սա երևի առանձին մի վերլուծության կամ ուսումնասիրության կարիք ունի, երբ փոխվեց եւ ինչու փոխվեց։ Հիմա սա է վիճակը։ Երբ խոսում ենք հարաբերությունների մասին, նայեք, Բելարուսը որևէ դերակատարություն չի կարող ունենալ այս տարածաշրջանում։ Ունի ոչ այդ պոտենցիալը, ոչ այդ ցանկությունը, ոչ այլ հետաքրքրություն։ Դրա համար Ռուսաստանի հետ հարաբերությունները անպայման ցեն շուրջ տալ, բերել, կապել միութենական պետության հետ, ուղղակի մանիպուլյատիվ չոր բաներ, քայլեր, փորձում են դրանով Ռուսաստանի հետ հարաբերությունների գրավչությունը նվազեցնել։ Ուրիշ բացատրություն ստե չկա։ Ու ասում անպայման պետք է որևէ խնդիր չկա եւ կրկնում է։ Այդպես չի որ իրենց մոտ այդ ցանկությունը կա, որ Հայաստանը մտնի այդտեղ։ Պետք է Ռուսաստանը հետ խորացնել այդ հարաբերությունները։ Պետք է գոնե վերականգնել այն ինչ եղել է։ Վստահություն ունենալ փոխադարձ։ Ու չմտածեն, որ հերթական անգամ ամեն քալափոխին քեզ գցելու է։ Մեծ պետությունների հետ չի կարելի այդպես վարվել։ Չի։ Թեզերից մեկին չանդրադառնալ։ Պատկերացրեք Էստոնիայից խոսացի։ Էստոնիան հանկարծ ինչ որ քայլեր անի, որոնք ամերիկացիներին դուր չի գալու կամ բրիտանացուց։ Կանի երբեք չեն։ Երբեք չեն անի, որովհետև հասկանում են, որ սա ուղղակի ազդեցություն կունենա իրենց անվտանգային հարցեր։ Նայեք, հետո միութենական պետությունը ասենց բոբոս արկելու կոնտեքստի մեջ նաև հետևալն էին ասում, չէ՞, որ մեր ինքնիշխանության կորուստ եւ այլն։ Հիմա համատեք միութենական պետության ինքնիշխանության կորուստը, այսպես ասենք, եւ Եվրոմիության համացան եզրեր չկա։ Եվրոմիությունը ունի Եվրոհազնաժողով, Եվրոհազնաժողովի նախագահ 27 կոմիսար, ամեն պետությունից մի, ամեն մեկը մի ուղղություն է։ Ըստ էության մի մարմին է, որը հնարավորություն ունի նույնիսկ պատժելու, տուգանելու, ինչ որ բաներ պարտադրելու, կա Եվրոխորհրդարան, որոնք ուղղակի քվեարկությամբ են ընտրվում։ Ոչ թե խորհրդարանների падգամավորները հավաքում են, ուղղակի քվեարկությամբ են ընդունում եւ որոշակի լիազորություններ են։ Հիմա դա երկրագնդի վրա ամենից մեծ ինքնիշխանության կորուստի մոդելն Եվրոմիությունը։ Միութենական պետությունում այդպիսի բաներ չկա, ինչ որ մի երկու-երեք կառույց կա, որ ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում։ Երկու նախագահներ իրար հետ պայմանավորում են գործ առաջ։ Հիմա սովերենության կորուստը, այդ ինքնիշխանության կորուստը որ դեռ ավելի շատ։ Եթե ձեզ համար երակա խնդիրը ինքնիշխանությունն է, Եվրոմիությունից ինչքան հեռու մնաս ինքն դա։ Բայց այդ միությունը, ասես կամավոր միություն է, մարդիկ շահերը հաշվել են, տեսել են, որ այսպես ապրել ավելի հետաքրքիր է, ավելի արդյունավետ է, այդպես են ապրել։ Վերջերս մի բան լսեցի, մեկը ասում է, բան ինքնիշխան փափաղող Մոսկվա գնաց։ Հետաքրքիր նախադասություն էր։ Ինքնիշխան փափաղ, իսկապես ինքնիշխան կոստյումի վրա։